Անտալիայի ֆորումի հետ կապված հա տեղեկություններ կան, որ մասնակցությունն այս անգամ չի լինելու, եթե դա ոչ պաշտոնական։ Որտեղից է այդպիսի տեղեկություն։ Ժամանակը կգա կիմանաք ով կմասնակցի, արտգործնախարարությունից կհայտնեն հավանաբար։ Բայց չմասնակցելու մասին որոշում չկա, պարոն Ռուբինյան։ Ինչի մասն է խոսքը։ Ասում եմ, երբ որ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա, մինչև դա կտեսնենք ով կմասնակցի կամ չի մասնակցի։ Սիմոնյանին հարցը տվեցինք, հիմա ձեզ տանք էլ ինքը գնաց։ Ռուսաստանի հետ կապված, հա, վերջին այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ գործարարների հանդեպ համակարգ քաղաքական համատեքստ ունի, կոնյակի գործարանի հետ կապված, հիմա ջերմուկի գործով է վերաբացվել, հայ գործարարների ջերմուկի գործով Ես չեմ տեսել պարոն Սիմոնյանը ինչ է գնացել, բայց ենթադրում եմ, սա զուտ իմ ենթադրությունն է, որ երևի ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, ոչ մի խնդիր չկա հանգիստ Ես էլ ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Բացած է։ Հետո ռուսական կողմից թե Օվերչուկի, թե Պուտինը, թե Օվերչուկը շատ կոշտ հայտարարություններ հնչեցրեցին, այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալեքս Սիմոնյանն ասում է, եթե գազի գինը թանկանա, կամ ատոմից համ հավքի։ Բայց ինչի պետք է գազի գինը թանկանա։ Դե ձեր թիմակիցները։ Մի վայրկյան ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնարկ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Հա, այսինքն ակնարկ չի։ Մի վայրկյան։ Չի հնչել։ Գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցներ, սերի բարեկամներ։ Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Մի վայրկյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմիկվանից իմացեք։ Ինչ վերաբերում, ես նույնիսկ չգիտեմ դուք որ շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով է ֆինանսավորում, իդեպ շնորհակալ կլինեմ, եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանաք, հայտնեք բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում։ Բայց ներողություն, իմ մայրը խմբագիր չի, մի վայրկյան էլի։ Հարգեք նրա հիշատակը։ Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վայրկյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա անցանք հաջորդ հարցերին։ Հիմա լռեք, հա, լռեք, անցեք, լռեք։